Պեյմաուն բողոքել կեսանտերանություն։ Վարորդներին վրդովվեցրել է հեղուկ գազի գինը։ Լցակայաններից մեկում 250 դրամ է, մի կետում 270, մյուսում 280, այսպես մինչև 340։ Մոտ եմ ապրում, ստեղ կա, այստեղից լցնում եմ։ Բայց գինը հարմար է ձեզ։ Չէ, բնական է, ինչքան էժան, այնքան լավ։ Լարսը փագա, Պարսկաստանը լիրար են ուտում, փագ թանկացել է, բան չի թանկանում։ Պատճառը ասում են ճանապարհներն է, բայց դե ամեն տարի էլ ճանապարհները փակվում է, էլի, չեմ կարող ասեմ։ Այսքան աճ երբևէ զգացել եք։ Ոչ, այսքան չեմ զգացել։ Ամենաշատը որ եղել է անցած տարի 250 է բարձրացած եղել, դա էլ երկար չի պահել։ Դժգոհությունը չի դադարում նաև սոցիալական ցանցերում։ Ենթադրում են, փորձում վերլուծել վիճակը, թե ինչու հեղուկ գազի գինն այսքան բարձրացավ։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ ասում է, պատճառն Իրանի ներքաղաքական կյանքն է եւ Վերին Լարսի փակ լինելը։ Քանի որ երկուսն էլ այս պահին փակ են, այլընտրանքային ճանապարհ են կընտրել։ Շուտով ռուսական հեղուկ գազը Հայաստան կներմուծվի Ադրբեջանով, որպեսզի չառաջանան խնդիրներ։ Որ կամաց ադրբեջանականը բերեն ստիպելու են մարդկանց, որ իրենց ավտոները բենզինով ու գազով քշեն։ Մարդիկ էլ չեն կարող չքշեն։ Բայց ես դեմ եմ, էլի որ բերում են։ Հայ տնտեսվարողները պահեստավորում են գազն անհրաժեշտ քանակությամբ, հաշվի առնելով եղանակային պայմանները Լարսում։ Իրանից ներմուծման քանակը շատ քիչ է, ինչը երկրում նման դիֆիցիտ ու թանկացում չէր կարող ստեղծել, նշում է Արմեն Մանվելյանը։ Դա արհեստական կերպով ոնց են նշեցի ստեղծված իրավիճակ է, գործող քաղաքական ռեժիմի կողմից եւ որ նպատակն ցույց տալ իբրև Ադրբեջանը իրեն կարողանում են երկխոսության գան, հետագայում էլ հետագա իրանց զիջումային քաղաքականությունը բացատրելու կամ չգիտեմ մարդկանց վրա ծախելու առում։ Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով խնդիրը քրոնիկ է եւ պայմանավորված է թե եղանակային, թե տարածաշրջանային գործոններով։ Իրանում ստեղծված իրավիճակը ըստ նրա Հայաստանին տնտեսական շրջափակման մեջ է գցում։ Մակարյանը երկու լուծում է առաջարկում. պետության աջակցությունը պահեստավորման ծավալների մեծացման հարցում եւ բեռնափոխադրող ինքնաթիռների գործածումը առաջնահերթ ապրանքների ներմուծման համար։ Խոսելով Ադրբեջանից ներմուծման մասին, տնտեսագետն ասում է. Ադրբեջանը հիմա ջանքեր է գործադրում, վերջին այս ստորագրված փաստաթղթերը, որ հունվարի 13-ին եղան, տրիպի ուղի հետ կապված, ես կարծում եմ, որ Ադրբեջանը փորձում է նաև հաճոյանալ ԱՄՆ-ին եւ ուզում է ամեն կերպ ընդգծել, որ ինքը պատրաստական է եւ առևտրային գործողությունների մեջ մտնում է, որ միայն դա տրիպով չի պահանջված։ Արմեն Մանվելյանի գնահատմամբ գործող իշխանության քաղաքականությունը տնտեսական առումով Հայաստանը դնում է ավելի խոցելի դիրքում, Բաքվին թույլ տալով ներկայանալ որպես աջակցող կողմ։ Մենք ուզում ենք, որ այդ կախվածությունը այդքան ուժեղ չլինի։ Մենք հիմա պիտի օդային փոխադրումների մասին նաև մտածենք զուգահեռ եւ վերջին հաշվով գտնենք նաև հնարավորություններ այլ ճանապարհներ գործարկելու համար։ Հեղուկ գազի գնի կտրուկ տատանումները պայմանավորված են ոչ միայն արտաքին զարգացումներով, այլև ներսում առկա համակարգային խնդիրներով։ Մինչ իշխանությունը շարունակում է խոսել այլընտրանքային ուղիներից, վարորդները ստիպված են գնել հեղուկ գազը բարձր գնով, սպասելով ոչ թե հերթական բացատրություններին, այլ կայուն ու կանխատեսելի լուծումների առանց նոր կախվածությունների։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։